Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար արդեն 7-րդ տարին է, ինչ ձմռան ամիսներին իր դռներն է բացում Կարապի լճի սահադաշտը։ Երևանի միակ բացօթյա սահադաշտի 7-րդ տարեշրջանի բացումը նշանավորվել է մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների և հոկեյիստների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով։ Սահադաշտը գեղասահքի սիրահարների և պարզապես ակտիվ ժամանց նախընտրողների համար համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում կգործի ամեն օր ժամը 11-ից 16:00-ն, 16:00-ից 18:00 սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո այն կշարունակի աշխատել մինչև ժամը 23-ը։ Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել։ Սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 1 ժամի համար կարժենա 500, իսկ տեղում չմուշկներ ստանալու դեպքում 1000 դրամ։ Սահադաշտի մակերեսը 1033 քառակուսի մետր է։ Այն կառուցված է նմանատիպ կառույցներին բնորոշ բոլոր չափանիշների պահպանմամբ և սահելու հնարավորություն է ընձեռում միաժամանակ 100 մարդու։ Ի դեպ, սահադաշտին կից գործում է հանդերձարան, չմուշկների վարձակալման կետ, նաև բուժկետ։ Այստեղ կգործի սրճարան, ուր չմշկորդները կարող են տաք սուրճ և թեյ վայելել։ Սահադաշտից օգտվելու համար տարիքային սահմանափակում չկա։ Սահադաշտի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է տոնական շքեղ հրավառությամբ։